ջուրը այդ բանից է հիմնականում։ Հա, հիմա այնտեղից է գալիս 0.7 լիտր վարկյանում գալիս է։ Մի ժամանակ քիչ է քչացրել ենք, որտեղ հիմա գյուղացիներին ջուր ենք տալիս։ Մի ժամանակ շատ էինք լցնում, հիմա մեծ մասը տալիս ենք գյուղացիներին ոռոգման համար, փոքր մասը ուղղել ենք ստեղ, որ ինքը չկանգնի։ Հիմա արդեն մոտ 12 միլիոնի չափ ունենք, 11.8 ունենք, 1140։ Պլանի մեջ է, թե առաջ է։ Մեջ է, մի քիչ առաջ ենք, շատ լավ, որտեղ ջուր գալ լցնենք ավելի լավ կլինի։ Այս տարվանից ավելի շատ դժվար թե երջերը գա։ Եղել է ժամանակ, բանով շատ գարնան, որ հնարավոր է եղել 3 անգամ ավելի շատ վերցնել դեպի ջրամբար, քան վերցրել ենք, որովհետև տեխնոլոգիապես չի կարելի արագ լցնել։ Առաջ ջրամբարը պիտի ամեն մտածակի վրա կայունանում։ Հիմա ջրամբարի շինարարությունը վերջ ավարտված է։ Ընդունված է ջրամբարը։ Ինքը ցիկլով է, պարոն վարչապետ, ընդունելով։ Մենք շինարարական աշխատանք ամբողջությամբ ավարտել ենք, հիմա թղթաբանություն։ Թղթերը միջև սպավորը խնդրեմ։ Բացարձակ ոչ մի խնդիր չենք ունեցել։ Մենք չենք ունեցել նույնիսկ խնդիր, պարոն վարչապետ, այս ցուցիչների, այս դաչի կոչվածները, որոնք որ դրած են այն ջրամբարի մեջտեղում, ջուրը ինքը լցում է, բարձրանում է, ցույց է տալիս թե խոնավությունը ինչքան է թափանցել, ինչքան չի թափանցել, բացարձակ մի հատ տեխնոլոգիան առաջ անգամ է, չէ՞, Հայաստանում նմանատիպ ջրամբար չկա ու շատ լավ սարքած ջրամբար է։ Ավտոմատ կառավարվող, հսկվող ջրամբար է։ Շատ լավ։ Պարոն վարչապետ, ջրամբարը ընդհանրապես բաղկացած է երկու մասից։ Այս ճանապարհով ինքը բաժանվում է երկու մասի։ Մի մաս, որ միշտ ջրի մեջ պետք է լինի, մի մաս, որ պետք է միշտ չոր լինի։ Եվ ջուրը, որպեսզի այս կողմից անցկացնենք այն կողմ, ունենում է թունել։ Հետո կա փականային սենյակ, որտեղ այդ ջրի գեմը մենք փակել ենք եւ փականներ ենք տեղադրել։ Դրանից հետո որ արդեն մենք ջուրը որ փակում ենք, դրանից հետո մտցնում ենք խողովակի մեջ։ Երկու խողովակ կա, մեկը 1400 մմ դիամետրի, որը որ արագ դատարկման համար է, վթարը, եթե լինի, տեսնենք որ ճաքեր է եւ չգիտեմ ինչ, այնտեղից մասար փոկվել, ընկել է, դիշը բարձրացել է, պետք է արագ վարկյանում 27 խորանարդ մետր ջուր վաստողանք, դա 1400-ն է։ Իսկ ոռոգման նպատակների համար դա 800 խողովակն է, որը որ էլի բանով հատուկ մոտորով, կոմպյուտերով ինքը բացում փակում է։ Ինչքան ուզենք, այնքան կարող ենք բացենք, փակենք իրան։ Դա աշխատող փականն է։ Դրանից հետո կա հանգստացնող բասեին մեջ շինությունն է, որը որ ջուրը այդ որ գալիս է։ Այդ ամեն ինչը սրա տակած տորգետնյա բան է։ Մի մասը արդեն է սպիտակ տեսնում եք, այնտեղ շինություն կա, բանիկը, դրանից հետո էլ բասեին կա, բետոնից կառուցած, որ ջուրը պետք է հանգստանա, նոր մտնի ոռոգման գնա։ Իսկ մնացած թունելը ամբողջը տակն է։ Հանգստանային իմաստով որ բան ինքը մեծ ճնշման տակ է։ Այդ ճնշումը եթե մտա խողովակաշարը կփոկի կտանի, իրան հանգստացնում եք, մտցնում եք խողովակաշարը։ Ինքը մեծ թունել է, պարոն վարչապետ, տեխնիկա է մտնում, մեքենա է մտնում։ Հա, էլի մենք ոտքով մտել ենք, մինչև վերջ եկել ենք։ Հիմա մենք մեր պլանով գնում ենք 27 թվին լցվածության, եթե ջրի ռեսուրսը մեզ բան չանի։ Այդ 12 միլիոն խորանարդ լցված է, 18 պիտի լցվի։ Հիմա պայմանավորվել ենք, որ այս ջուրը չի օգտագործվելու ոռոգման նպատակներով այս տարի, որպեսզի ջուրը պատվարը լրիվ հանգիստ իրանալ նստվածքների տա աշխատի։ Եթե մենք հիմա այս ջուրը օգտագործենք մինչև վերածավալ, մի 2 տարի հետ կընկնենք։ Այդ դեպքում մենք եկող տարի այս 20 մետրը կլցնենք։ Հիմի ջրի այդ ձեր ասած ջրամբարից այն կողմ ենթակառուցվածքը ինչքանով է պատրաստ եւ ուր է գնում։ 100% պատրաստ է ոռոգված։ Ուր է գնում հասնում։ Արդեն մտնում է բաներ ջրանցքներ, որը նախկինում կար, հա։ Խողովակներով, կաթիլայինով, ճշման տակ աշխատող ցանցը կառուցված է։ Այն հողերը, որոնք ոռոգվում էին, օգնում ենք, թե լրիվ նոր հողերի ենք ուղղում։ Նաև նոր հողերն է, որոնք ոռոգվել են։ Ուղղակի սա նպաստելի է, որ խորքային հորեր լինեն, փակվեն։ Խորքային հորերը կփակվեն, հոսանքի տնտեսում կանգնեն, պոմպակայանները կփակվեն։ Պարոն Սարգսյան, բաղեդյուն տեղ ունենք, որ լողավազան սարքենք երեխեք։ Այո, մենք նախագիծն ենք բան վարչում։ Հա? 10-25 Մենք մեր ֆուտբոլի դաշտի, ֆուտբոլային ակումբի հարով։ Քաղաքի մեջ է։ Հա, կենտրոն սպորտ դպրոցի ներքևի հատվածում։ Մենք մի անգամ ԿԳՄՍ ներկայացրել էինք, բայց նորից կլրամշակենք կներկայացնենք։ Մի հատ էլ Վանաշենի դպրոցի կողքն ենք սարքում, եթե հիշում եք իրար հետ։ Այո, լողավազան կար, մենք վատ վիճակում էր, բացօթյա, մենք դա հիմա վերանորոգում ենք, դպրոցի հետ հանձնենք։
Հիմա դպրոցը արդեն հանձնման փուլում է, լողավազանն հետը հանձնելու։ Կառավարության ծրագրում ներառված է 15 փոքր եւ միջին ջրամբարների նախագծում եւ կառուցում, եւ ձեր հանձնարարությամբ ժամանակին զուգահեռ մենք նաեւ քննարկել ենք ակտիվային նյութերի վերանման եւ նաեւ տարածքային այցերով օրգանիզական ուսումնասիրություններում լրացուցիչ իդենտիֆիկացրել ենք եւս 7 ջրամբար, այսինքն այս բանը կարող ենք խոսել ընդհանուր առմամբ 22 ջրամբարների մասին։ 22 ջրամբարներից 12 ջրամբարների վերաբերյալ ունենք ցուցանիշներ, դրանցից 5-ը նախագծված են, մեկ կառուցված է, եկի ջրամբարի մասին է խոսքը, կապսը նախագծված է եւ կառուցումը մեկնարկված է, եւ եւս 10 ջրամբարներ նախատեսում ենք առաջին տարիներին ուսումնասիրել, հասկանալու համար դրանցից որոնք են իրագործել։ Փաստն է նա, որ ի վերջո մասշտաբի ինչքան տարի չկառուցվել Հայաստանում։ Սա առաջինն է, Այդ եմ ասում։ Այսինքն անկախությունից ի վեր, Միակն է։ անկախությունից ի վեր միակն է։ Ըստ էության 0-ից, եթե 0-ից չէ, շատ մոռացված հմտություններ ենք հիմա ակտիվացնում, որը բարդություններ ունենալու, էլ չեմ ասում, այն ժամանակվա մեր գիտելիքից ինչեր է փոխվել, ասենք, որ մեզ այն ժամանակ չեն եղել, դեռ պատմում է պարոն Սահակյանը, որ պատվարի վրա խոնավաչափ դրված, որը թույլ է տալիս հասկանալ խորության վրա ջուրը ոնց է աշխատել, այն ժամանակ տենց բան չէր, սպասել են տեսնեն են կողմից ջուրը դուրս գան, որ հասկանան որ խնդիր կա։ Կարճ ասած մենք ունենք ջրը։ Ունենք։ Եվ դա ամենալավ նորությունն է։ Աշխատանքների պատճառով լիհրած ռեստորանը, ջուրը բաց չէ։ Այդ ո՞նց բացեցիք, կարող Այսի հենց այդ մեր աշխատանքային փականն է, որը որ մենք կարողանում ենք բացել եւ ստեղից եւ վերևից։ Կեսը ջրի մեջ է։ Մենք իրան չենք կարող տեսնել։ Այս թունելը վթարային բանի է։ Այս սպասարկում։ Վթարանի խողովակ։ Հա, հասկացա։ Սա մեջ ջուր չի գնալու։